Գալստյանների բազմանդամ ընտանիքում 5 անչափահաս երեխաներ են, մեծանում 4 տղա եւ 1 աղջիկ։ Երեխաների ծավալը 12 տարեկան է, կրտսերը 1։ Ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է գտնվում։ Ձմռան այս ցուրտ օրերին տան ջերմաստիճանը դրսից այնքան էլ չի տարբերվում։ 3 սենյակ է, ասենք, դե ջերոցում չունենք, ասենք, հիմնականում փայտ ենք վառում, ասենք, լավ կլեր, ասենք, որ գոնե գազ քաշվեր, էլ ասենք։ Ընտանիքի հայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, գործազուրկ, ասում է, որ մի քանի տարի առաջ երբ աշխատանք ուներ, կարողանում էր քիչ թե շատ հոգալ ընտանիքի կարիքները։ Հիմա չգիտի ինչպես պահի իր երեխաներին։ Ասենք գիշերօթիկներ կան, ասենք, կտանե, ասենք, ինձ տեղեր կտանե, որ իմ երեխեքս ասոր փառկասը ոչ կմտածի, ասենք, ոչ սննդի մասին, ոչ ասենք հագուստի մասին, ոչ մի բան, բայց ապեր մարդիկ կան, այսօր ասենք, բարեհաջող ասենք օգնում են։ 7 անձից բաղկացած ընտանիք մտնող միակ գումարը ընտանեկան նպաստն է, այն չի բավականացնում նույնիսկ երեխաների սննդին, հագուստ ու կոշիկ գնելու մասին միայն երազել կարող են։ Սա ապրելաձև չի, ասենք, հիմնականում եթե աշխատատեղ ալեր, ասենք, կարենայինք, ասենք, աշխատեինք, ասենք, նորմալ բարելավեինք, ասենք, սա ավելի ճիշտ կլներ, էլի, հագուստ մագուստ չկարել, ասենք, դե հմել, ասենք, ձմեռա էլի չկա, ասենք, էլի, որ հագնեն, ասենք, այդ սապոկներ, հա։ Այդ դա ոչ մի բան էլի, ոնց ուզում թող ոտաբոբիկ գնան, բայց սովոր են, մարդ դառնան։ Էսթերիկի ու Զալիկի սիրած զբաղմունքը շախմատ խաղալն է։ Երեխաները օրվա մեծ մասը դրանով են զբաղվում, երազանքներ սակայն շատ ունեն։ Զալիկը դպրոց է գնում։ Որ դասարանում է սովորում։ Չգիտեմ որ դասարանում։ Հատ ուզեի ֆուտբոլի խմբակ, որ ես գնայի։ Հիծանի։ Ուզում եմ խմբակ լինի, գնամ բարելի։ Օղակ։ Ուզում ես օղակ ունենալ։ Ինչ ես ուզում դառնալ, ինչ ես։ Խանութ-բան։ Խանութ-բան։ Բրիշ։ Խանութ-բան դառնաս։ Որ մարդկանց խափի, կոպեկները տանի, հա։ Գալստյանների ընտանիքն Ախթալայում միակը չէ, որ ապրում է աղքատության մեջ։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։